Ես ես հիշեցնեմ, ոնց եղավ, որ Աբշերոնում նստած Հեյդարի տղեն որոշեց, որ ինքը պետք է ստորագրի։ Գարնանը, Վիտյոկը, այսինքն Վիտկոֆը, հերթական անգամ գնաց ծախվելու Պուտինին։ Գնաց Պուտինի հետ գործարք կնքելու։ Երկար հանդիպումից հետո, որ ամբողջ աշխարհը ծնողապիղծ հայհոյեց Ամերիկային եւ բանին, ինքը իջավ Բաքու, հիշում եք հայտնի բաներ, որ ինչի եկավ Բաքու։ Ինքը եկավ Բաքու, այնտեղ հանդիպեց այս կոմենկոմ, այնտեղ արդեն սկսեց այդ Ռաբեն, որ պատասխանատու է տարածաշրջանի համար, որը Տրամպի փեսու մոտիկ ընկերն է, այնտեղ այդ հարցը բարձրացավ եւ տարօրինակաբար Ալիևը այսենց համաձայնվեց։ Հիմա հետին բանով արդեն պարզա, որ այն ժամանակվանից ես որ ասում եմ, այդ Միջանցքը Ցյունեմը հենց այնց չի։ Այս պահին Տրամպի ադմինիստրացիան եւ Պուտինի ադմինիստրացիան լուծում են անձնական հարստացման հարցեր, անձնական ոչ մի աղերս չունի Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը համապատասխան, որ ուզում եք իմանալ, ոնց ապահովում, նայում եք Սենատի եւ Կոնգրեսի որոշումները։ Հենց հիմա դատարանում, բարձրագույն դատարանում Ամերիկայի գործեր են լսվում, որ Տրամպը իրան հասանելի Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասությունից վեր որոշումներ ա կայացրել։